Շատ զարմանալի է, որ ժողովրդավարության մասին, ժողովրդավարության ամրապնդման մասին, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավման մասին եւ ընդհանրապես ժողովրդավարական գործընթացի խորացման մասին, ընտրությունների մասին, այլ ազատ եւ արդար ընտրությունների մասին, խոսում է մի մարդ, որը հենց նոր ամբողջ աշխարհի աչքի առաջ, մեր ժողովրդի աչքի առաջ ոտնահարեց սեփական ժողովրդի կամարտահայտման իրավունքը։ Դա այդ խոսքերը ասում է փաստորեն այս օլիգարխի կրիմինալ ռեժիմի պարագլուխ, մի ռեժիմի, որը ամբողջ իր հանցագործ պոտենցիալը մոբիլիզացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ժողովրդի կամքը մերժելու նպատակով։ Ասում է մի մարդ, որ այդ ամեն ինչ արեց սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով։ Ընդ որում սա միայն իմ գնահատականները չեն կամ ընդդիմադիր շարժման, դեմոկրատական շարժման գնահատականները չեն միայն մենք արդեն տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, ԵԱԿ-ի ԺՄԻԳ-ի գրասենյակը այնքան կոշտ գնահատականներ են տալիս անցկացված գործընթացի համար, որ ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը փաստորեն հասկացել է, որ Սերժ Սարգսյանը կեղծել է հանրաքվեն։ Հիմա տեսեք, նույն խոսքերը, ինչ որ ինքը հիմա ասում է ազատ արդար ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների համար, նույն բառերը ինքը ասել է հանրաքվեից առաջ հանրաքվեի մասին, որ մենք պետք է անցկացնենք հանրաքվե, որը պետք է արժանանա միջազգային հանրության ճանաչմանը, որ պետք է նա համապատասխանի բարձրագույն ստանդարտներին եւ ինչքան անամոթ պետք է լինել, որ այդ խոսքերը ասելուց հետո եւ ակնհայտաբար այդ խոսքերը դրժելուց հետո նույն խոսքերը ասել, ասենք, մյուս ընտրությունների մասին։ Ես մի բան կարող եմ ասել միայն, որ Սերժ Սարգսյանի այս ելույթը ապացուցում է, ավելի ճիշտ ցույց է տալիս, թե ինչքան խորապես նա արհամարհում է սեփական ժողովրդին։ Հարց է ծագում, մի մարդ, ու մորոք արտագաղթը հասել է այդ ծավալի աննախադեպ պատմության մեջ, նման մարդը ընդհանրապես իրավունք ունի խոսելու արտագաղթի հարցը լուծելու մասին։ Բնականաբար ոչ։ Այդ ամենը ցույց է տալիս, որ անգամ իր հեռացումը արդեն կարող է խթանիչ փաստ գործոն դառնա, որ ժողովուրդը դադարի հեռանալ Հայաստանից, այսինքն ավելի լավ ինքը խոսի իր գնալու մասին, քան թե իր պաշտոնավարման ընթացքում արտագաղթի հաղթահարման մասին։ Բայց ես կուզեի մի շատ զավեշտալի մի պնդման վրա նաև ձեր ուշադրությունը հրավիրել, երբ որ ինքը խոսում է արտաքին քաղաքականության խնդիրների մասին, պարզունակ դեմագոգիա էր, ինչքան շատ է 8 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ապացուցել է, ինչքան շատ է խոսում ինքը ինչ-որ մի վատ երևույթի մասին, որը կառավարման հետևանք է, այնքան այդ երևույթը ավելի խորանում եւ դառնում է անբուժելի։ Մոնոպոլիաներից խոսում էր սկզբում, հիմա պարզվեց, որ ասենք 2007 թվականին 21 ընկերություններին բենզին կրում, հետո չգիտեմ 2011 թվականին արդեն 5 ընկերություններին բենզին էր կրում, հիմա մենակ 1 ընկերություն է բենզին կրում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինչքան Սերժ Սարգսյանը ավելի շատ որևէ երևույթի մասին խոսում է, այնքան այդ երևույթը ավելի խորանում է։ Ու ինքն էլ է ասում, որ սա կառավարման խնդիր է, բայց երբեք չի պարզաբանում ում կառավարման խնդիրն է։ Մինչդեռ ամբողջ մեր ժողովուրդը եւ հասարակությունը եւ աշխարհը գիտի, որ դա հենց իր կառավարման արդյունքներն են։ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացած են,
ես արդեն պարզաբանեցի, թե ինչ գործոնների պատճառով դա այդպես է, եւ դրա հետևանքով Սերժ Սարգսյանը փնտրում է ինչ որ գործընթացներ, որոնք թույլ կտան համախմբել իրեն հավատարիմ մնացած ուժերը կամ տատանվող ուժերը կամ ընդհանրապես ինչ որ չափով կոնսոլիդացնել իր իշխանական հենարանը։ Օրինակ Դաշնակցության հետ այս սիրավեպը հենց դրա արդյունքն է։ Նա տեսնելով ինչքան թուլացած է հանրապետականի բազան, ինքնա փորձում է իր ռեժիմի հենարանը ընդլայնել։ Հիմա իրան պետք է կոնսոլիդացիա, ինքը պետք է հավաքի իշխանական իր թիմը, հարող քաղաքական ուժերին եւ փորձի նման ելույթներով կամ նման հավաքներով, այսպես ասենք, մի քիչ ոգի տալ այդ իր թիմին, իր հենարանին, խոսի իր ամբիցիաների մասին եւ նախապատրաստի այդ թիմը 2017 թվականի ամենակարևոր փորձությանը։ Սա է այդ նպատակը։ Ուրիշ բան, որ ինչպես ես ապացուցեցի, այս փորձերը բացարձակապես համոզիչ չեն մեր հասարակության մեծամասնության համար։